Բարի վերադարձ առաջին ծրագիր, շարունակում ենք մեր տոնական եթերը եւ շարունակում ենք անդրադառնալ կառույցի կանանց, ովքեր կրում են համազգեստ։ Այո, եւ մեր հյուրն է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի երկրորդ բարեկային գումարտակի առաջին վաշտի բարեկ ոստիկան լեյտենանտ Մարիամ Կարապետյանը։ Բարի առավոտ։ Բարև ձեզ։ Ճիշտ ասեցի, սա։ Այո, ճիշտ ասեցի։ Երկար։ Շնորհավորում եմ ձեզ այս մեկ ամսյակի կապակցությամբ։ Շնորհակալ եմ ձեզ։ Շնորհակալություն, փոխադարձ։ Այդպես գեղեցիկ մնացեք։ Դուք էլ շնորհակալ եմ շատ։ Ինձ հետաքրքիր է, ինչպես կայացեցիք որոշումը, որպեսզի լինեք համակարգում։ Որոշումը կայացվել է ընտանիքում ունեցել եմ ծառայող, հայրս նախկին ծառայող է եղել եւ փոքր ժամանակվանից տեսել եմ ծառայության դժվարությունները, բայց դրա հետ մեկտեղ ռիսկը, միշտ նպատակը իմ մոտ եղել է, ցանկությունը միշտ եղել է ուժային կառույցում ներգրավել, ուժային կառույցում ծառայել։ Համազգեստով կնոջ կերպարը իմ մտքում միշտ եղել է այսպես շատ ձիգ, շատ ուժեղ կնոջ կերպար, բայց հիմա նայում եմ ձեզ շատ նուրբ, շատ սիրուն, շատ կանացի կերպար եք։ Ինձ հետաքրքիր է ձեզ համար ոնց է ընկալումը եղել համազգեստով կնոջ եւ հիմա երբ դուք հենց այդ մարդն եք, ինչ զգացողություններ կան։ Ձեր ընկալումը ճիշտ է եղել, ճիշտ եք մտածել, իրականում ուժային կառույցում պետք է լինել ձիգ, պետք է լինել ամուր կամքի տեր անձնավորություն, որպեսզի կարողանաս ծառայել։ Արտաքին ծառայությունը ունի իր շատ բարդ կողմերը։ Արտաքին ծառայությունը միանշանակ բարդ է, դժվար է կնոջ համար, որովհետև մենք տղաների հետ 24/7 միշտ աշխատում ենք, միշտ պատրաստ ենք քաղաքացու կողքին լինել, դա կլինի անձրև, քամի, ձյուն, ամառ, արև, դա կապ չունի։ Բոլոր եղանակային պայմաններում մենք դրսում ենք, հավասար տղաների հետ ծառայում ենք։ Ես միշտ սիրում եմ նշել, որ կինը իր գենետիկ կոդով, տեսակով մայր է եւ զգացմունքային է, բայց այս ծառայությունը պահանջում է մի քիչ սառնասրտություն, որպեսզի իրավիճակի ժամանակ չտրվել էմոցիային, այլ շատ արագ ընդունել որոշում։ Այդ չի խանգարում ձեզ այդ գենետիկ կոդը ծառայության մեջ եւ ինչպես է կարողանում զսպել էմոցիաները, երբ որ այնպիսի դեպքի եք գնում, որտեղ հնարավոր չի զսպել էմոցիաները։ Ծառայությունը, երբ որ մենք ընդունելության գնում ենք, մեզ հետ աշխատում են դասերի ընթացքում, մեզ սովորացնում են, բայց պետք է տեսակով էլ լինել հանդարտ, զսպող, որովհետև ծառայում ես տղայի հետ, ամեն դեպքում տաքարյուն են տղաները, իսկ աղջիկը կինը որպես զսպող ավելի օղակ, ավելի հանդարտացնող, պետք է կարողանաս իրավիճակին տիրապետել, իրավիճակը հանդարտեցնել, որովհետև բազմաթիվ քաղաքացիների, բազմաթիվ սովորություն ունեցող, ինչ-որ կոնֆլիկտային, հանդարտ, տարբեր տեսակի անձնավորությունների հետ ենք ամբողջ օրը մենք շփվում, պետք է կարողանաս հունից դուրս չգալ, տիրապետումը չկորցնել։ Դուք քանի տարի արդեն համակարգում եք։ Բարեկային ծառայության ի սկզբանե 2021 թվականից առաջին դիմորդներից եմ եղել, մինչ այսօր ծառայում եմ։ Մենք սովոր ենք այս կառույցում միշտ տեսնել տղամարդկանց, հետաքրքիր է կանանց ներգրավվածությունը կառույցում, որքանով է ակտիվ եւ որքանով է աճում։ Երբ որ մենք 2021 թվին արդեն ընդունելությունը կար, ընդունելության փուլը սկսվեց, կարծիքները, քաղաքացիների կողմից կարծիքները, վայ ոնց կլինի աղջիկը ծառայի, կին ծառայող լինի եւ վարորդների հետ սենց ինչ որ անակնկալի էին գալիս, ոնց կարա կինը մեզ մոտենա, ինչ որ վարչարարություն անի, ինչ որ բան, բայց հիմա արդեն այս 4-րդ տարին է համարյա կարծիքները փոխվել են, մեր աղջիկների դիմելիությունը ավելի է շատանում, ավելի այդ կարծրատիպը կոտրվեց։ Նախկինում, երբ որ անգամ մարզերում Երևանը մի փոքր այլ էր, մարզերի աղջիկները վախով էին դիմում, երբ որ մենք գնում էինք հանդիպումների, ոնց կլինի ամոթ է, մենք տղայի հետ դուրսը լինենք, գիշերվա ծառայություն իրականացնենք, բայց կարծրատիպը կոտրվեց։ Հիմա այլ է կարծիքը, հիմա ընդունելության մեծ մասը շեշտը դրված է կանանց ընդունելության վրա։ Մենք հետաքրքիր հոլովակ ունենք ներքին գործերի նախարարության կողմից, առաջարկում եմ հիմա դիտենք, հետո վերադառնանք ու մեզ պատմեք ինչպես կարող են դիմել, որպեսզի բարեկ դառնալ եւ միանալ ձեր թիմին։
Ահա, հիմա հասկանանք ինչպես կարող են միանալ ձեր թիմին։ Ընդունելության համար ոստիկանության կրթահամալիր են մոտենում, կրթահամալիրն է ամբողջ թղթաբանությունով զբաղվում, սոցկայքերում ենք ակտիվ, մեր ներքին գործերի նախարարությունը ունեն էջեր, միշտ հասանելի տարբերակներ եւ հեռախոսազանգերին են ակտիվ պատասխանում եւ այդ նամակ ծրագրերին են ակտիվ պատասխանում, բայց ընդհանուր դիմումների լրացումը լինում է ոստիկանության կրթահամալիրում, դիմորդը մոտենում է այնտեղ իրեն դիմումի ձևաչափը լրացնելու ձևը օգնում են, լրացնում է, այնտեղից տալիս են արդեն մեր բուժ հաստատության թղթաբանությունը, որ այնտեղ արդեն ֆիզիկական անցնի առողջական ծրագիրը, անցնելուց հետո, երբ որ թույլտվությունը տալիս են, արդեն նույն կրթահամալիրում քննությունները բաղկացած է 3 փուլից, դա ֆիզիկական պատրաստությունն է առաջինը, հետո ընդհանուր հարցաշար է, IQ տեստավորում է անցնում դիմորդը եւ հոգեբաններից, ոստիկանության տարբեր ներկայացուցիչներից հարցազրույցն է։ 3 փուլը հաղթահարելուց հետո արդեն 6 ամս, այդ 5 ամսյա եւ դասընթացներն է, որից հետո արդեն եթե քննությունները բարձր առաջադիմությամբ են հանձնում, ոստիկանության արդեն լեյտենանտի կոչումներ կարող են ստանալ ու մեր շարքերը արդեն դրացնել։ Շատ լավ, ինչին պիտի պատրաստ լինի կինը հոգեբանորեն, որ գալիս է դեպի համակարգ։ Այ լավ հարց տվեցիք։ Պետքա մի փոքր սառնասիրտ լինի, պատրաստ լինի յուրաքանչյուր իրավիճակում չկոտրվելու, լացկան չլինի, մեղմ ասած, այո, որովհետև բազմաթիվ բարդ իրավիճակների հետ ենք բախվում, գիշերային հերթապահություններին, քաղաքացիներ են լինում ոչ ադեկվատ, ալկոհոլի ազդեցության տակ, թմրանյութ եւ այլ, պիտի պատրաստ լինես, դիմացինից պետքա ամեն պահի սպասես անսպասելին։ Եվ ինչպես է օրակարգը ձեր, այսինքն ինչպես է ձեր օրը անցնում, ինչ եք անում, եթե դա աշխատանքային օր է եւ եթե աշխատանքային օր չէ։ Չէ՞ շատ առանձնահատուկ առանձնանում է մեր ոչ ծառայող կանանց օրակարգից։ Մենք երբ որ ազատել լինում ենք, ամեն դեպքում ծառայող ենք։ Տաննել, այո։ Ծառայող ենք։ Առօրյան սկսվում է վաղ առավոտյան, գալիս ենք հրահանգավորումներն է, մեր տեխնիկաներն ենք ստանում, զենք, հատուկ միջոցներ, կապեր ստանում ենք, անհատական տեսախցիկներն է, հրահանգավորումը ստանալուց հետո արդեն ամեն մեկս մեր տեղամասերով բաշխում ենք, ծառայության ենք դուրս գալիս։ Իսկ ընտանիքի անդամներին չի խանգարում ձեր տանը եւս ծառայող լինելը։ Դե հարմար են արդեն։ Ժամանակի ընթացքում, այո։ Շատ լավ, իսկ որ արտահայտություն եք ամենաշատը լսում ծառայության ընթացքում։ Երևի թե քուրջան, չէ՞։ Անգամ երբ որ գալիս են մոտենում են, մտածում են տղա է, դեռ չեն տեսնում, գալիս են ձեռքը մեկնում են, որ բարևեն ու միանգամից հետ են կանգնում, վայ քուրիկ ջան, չէինք տեսել, որ տղա չի։ Իսկ ինչպես է կայանում այս շփումը, հա, քաղաքացի եւ համակարգի աշխատող, ինչի եմ սա ասում, որտեղ շատ անգամ, երբ որ ինչ-որ խնդիր է առաջանում դրսում, դու մտածում ես մոտենաս, օգնություն խնդրես, հա, բարեկից, ոստիկանից, թե ոչ, չգիտեմ, թե վստահության հարցն է, թե վախ են սովետական շրջանից, հա, այսօր ինչպես է այդ խնդիրը լուծվել, քաղաքացի եւ ոստիկան շփումը ինչպես է իրականացվում։ Այսօր կարող եմ ձեր հարցին պատասխանել, որ բարձրացել է վստահությունը ոստիկանության հանդեպ, շատ է, երբ որ մենք նոր ծառայողներ էինք, անգամ երեխաները վախով էին նայում, սենց ինչ-որ մեր ծառայողական մեքենան, մեր համազգեստը տեսնելուց, երբ որ դպրոցներ էինք այցելում, կար այդ ինչ-որ քաշվածություն, ինչ-որ կաշկանդվածություն, փոխվել է շատ դեպի դրականը շատ է փոխվել եւ քաղաքացիները մոտենում են ինչ որ հարցով ինչ որ մի բան ցույց կտան ինչ որ մի բան կհարցնեն փորձում են մեզ հետ շփվել դա շատ ողջունելի է Մենք դա շատ երկար ձեզ հետ կզրուցենք, որովհետև ծառայողական կյանքը մեզ շատ հետաքրքիր է, բայց ցավոք մեր ժամանակը սպառվում է եւ ուզում եմ ձեզ նվիրել Տրամոնտինա, բրազիլական ընկերության խոհանոցային պարագան, որը համոզված է մի քիչ կթեթևացնի ձեր հոգսը խոհանոցում եւ իհարկե օրվա լավ տրամադրության սկիզբ կհաղորդի եւ Իջևանի գինու գործարանի կողմից հատուկ գեղեցիկ սերին
համար նախատեսված գեղեցիկ տոների համար բրիզ փրփրուն գինին, որը համոզված է, որ ել ավելի գեղեցիկ ու տոնական կդարձնի։ Ես գիտեմ, թե Ռոզեն ինչքան մեծ ճանաչում է վայելում հենց գեղեցիկ սեռի կողմից, այնպես որ սա կլինի օրվա հաճելի ավարտ, երբ արդեն ծառայությունից դուրս կլինեք, որովհետև համոզված եմ, որ դուք եք ուզում որոշ ժամանակ իհարկե կտրվել այդ ամեն ինչից եւ մի փոքր անցկացնել ընտանիքի շրջապատում տոնական տրամադրությամբ։ Շնորհակալ եմ, Անչափ։ Սա նույնպես ձեզ եւ մի րոպե կսպասեք ինձ, հեսա կգամ։ Քանի որ տոներ են, շարունակվում են, իսկ ես գիտեմ, որ ամենակարևոր նվերը գեղեցիկ սեռի համար դա ծաղկեփունջն է։ Ես ուզում եմ ձեզ Lily's Flowers-ի կողմից նվիրել այս գեղեցիկ ծաղիկները։ Ես արդեն նշեցի, ծաղիկները գեղեցիկ են, բայց դուք ավելի։ Եվ համոզված եմ, որ այս ծաղիկները ել ավելի կընդգծեն ձեր գեղեցկությունը ծառայության ընթացքում նույնպես, այնպես որ այս ծաղկեփունջը ձեզ, բայց ծաղկեփունջը չեմ ուզում դատարկ տամ, որովհետև կան արև քարտեր, որոնք նախատեսված են հարազատ ու սիրելի մարդկանց նվիրելու համար։ Այս քարտերում ներառված են կարևոր խոսքերը, որոնք ներառված են հայտնի երգերից կամ բանաստեղծությունից։ Այստեղ Թաթայի երգի խոսքերն են. ամենալավը դու ես, ամենալավն ես դու։ Էսա այսպես կտեղադրեմ։ Շնորհակալ եմ, շատ հաճելի էր։ Եվ իհարկե գեղեցիկ խոսքերը միշտ էլ հաճելի են ու կարևոր։ Սա ձեզ։ Շնորհակալ եմ շատ։ Եվ ձեզ մաղթենք բարի ծառայություն, ժպիտներ միշտ եւ այդ փոխըմբռնումը, հա, կապը միշտ թող լինի գեղեցիկ ու հետաքրքիր, դա շատ կարևոր է։ Եվ լսենք ձեր մաղթանքը մեր քաղաքացիներին, որովհետև դուք իրենց հետ մշտապես հենց ուղիղ առնչության մեջ եք։ Քաղաքացիներին թող վստահեն մեզ։ Մենք 24 ժամ բոլոր տարվա եղանակներին պատրաստ ենք լինել իրենց կողքը, աջակցել։ Ամենաբարդ շրջանում, ամենավատ փուլերում մենք պատրաստ ենք քաղաքացիների կողքը լինել։ Այո, ամեն դեպքում շատ կարևոր է վստահությունը եւ փոխըմբռնումը, ինչպես ասում են, որովհետեւ շատ անգամ մենք ինչ որ հարցով, թեթևակի նույնիսկ հարցով չենք մոտենում ոստիկանին, որպեսզի ինչ որ բան հարցնենք, որովհետեւ այդ համազգեստի հետ կապված մտածում ենք կարող է ինչ որ բան այնպես չլինի, բայց պետք է լինի այդ վստահությունը, այնպես որ շնորհակալություն ձեզ վստահություն ներշնչելու համար։ Այո, շնորհակալ։ Դե այս պահին էլ կարճ դադար մեր եթերում, որից հետո վերադառնանք ու շարունակենք առաջին ծրագիր։